Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1351-րդ օրն է, մինչ Ռուսաստանում փորձում են հասկանալ, թե ինչ հրթիռներով է Ուկրաինան անջատում իրենց լույսը, մեր բարի դրոնները եւ բարի հրթիռները շարունակում են իրենց գործը։ Անցած երեկո առաջին ռազմական լուրերը ռուսական Արիոլից էին, որտեղ խոցվել էր հերթական անգամ այդ մարզկենտրոնի ջեկը։ Ռուսական կողմը իհարկե ամեն կերպ փորձում էր թաքցնել, նույնիսկ տագնապի ազդանշան մարդիկ չէին լսել։ Ինչպես նախորդին նշել է նախագահ Զելենսկին, հրթիռների եւ դրոնների քանակը գնալով ավելի շատանալու է, այնպես որ իսկում է ռուսները դեռ շատ վարժվելու բան ունեն, որ հասկանան ինչ դրոնով կամ ինչ հրթիռով ենք մենք հարվածում։ Իդեպ Գերմանիան հայտարարել է, որ 26 թվականին կավելացնի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը մոտ 3 միլիարդ եվրոյով, իսկ Նորվեգիան հաջորդ տարի Ուկրաինային կհատկացնի 7 միլիարդ դոլար պաշտպանական կարիքների համար։ Բացի այդ, Ուկրաինան եւ Նորվեգիան Ուկրաինայի տարածքում կսկսեն համատեղ պաշտպանական արտադրություն։ Այս ֆոնին ռուսական նավթի արտահանումները նվազել են, տարվա նվազագույն մակարդակին հասնելով, Չինաստանի, Հնդկաստանի եւ Թուրքիայի գնորդները կրճատել են գնումները, Մոսկվան ամեն օր կորցնում է միլիոնավոր դոլարներ, իսկ 100,000-ավոր բարելներ կախված են մնացել տանկերներում ու օվկիանոսում։ Տնտեսությունը ժամանակակից պատերազմի կարևոր գործոն է, հատկապես երբ Պուտինը փորձեց մեզ տանել հյուծման պատերազմի, սակայն նրա տակտիկան շրջվեց իր դեմ, այժմ արևմուտքը համատեղ ջանքերով հյուծում է եւ ոչնչացնում Ռուսաստանը։ Պուտինյան Ռուսաստանը սխալի վրա է գործում եւ ամեն օր կորցնում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Օրինակ Ռուսաստանի կողմից ուղղված վիրավորանքները Իտալիայի հասցեին միայն կուժեղացնեն Հռոմի աջակցությունը Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երկրի Ռուսաստանի դեսպանության ներկայացուցչին։ Ինչպես հավանաբար գիտեք, ավելի վաղ Ալկոմաշան իրեն թույլ էր տվել հաշվել ուրիշների փողերը եւ խորհուրդներ տալ, թե ով ինչպես ապրի, ում ինչպես օգնի։ Ահա եւ մեծ Հռոմից եղավ պատասխանը։ Ալկոմոլները իրենց խոսքերով միայն խթանում են Ուկրաինային օգնությունը մեծացնելու որոշումները։ Իդեպ Իտալիան պատրաստվում է Ուկրաինային ռազմական օգնության 12-րդ փաթեթը, որը կներառի զինամթերք եւ Սամպտի համալիրների հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Վերջին օրերին հետաքրքիր լուր տարածվեց այն մասին, որ Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ն փորձարկել են կառավարվող ավիառումբերի դեմ նոր համակարգ, ՆԱՏՕ-Ուկրաինա համատեղ վերլուծական ուսումնական եւ պատրաստման կենտրոնը եւ ՆԱՏՕ-ի Միացյալ Զինված ուժերի հրամանատարությունը վերափոխման հարցերով Ֆրանսիայում գտնվող զորավարժարանում անցկացրել են նորարարական լուծման հերթական փորձարկումը ուղղված կառավարվող ավիառումբերին հակազդելուն։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության տվյալների, ստեղծված նոր դրոն խոցողը կարող է հայտնաբերել թիրախը եւ հաջողությամբ ոչնչացնել այն։ Նախորդին եթերում ես ներկայացրել էի տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը ակտիվորեն սկսել է օգտագործել խորհրդային ժամանակներից մնացած զենքերի կրճոնները, իսկ դրանց մեջ մեծ քանակի կառավարվող ավիառումբեր կան։ Եվ եթե շահեդների դեպքում մենք գտանք հակազդման միջոց մշակելով էժան արժողությամբ շահեդավորս դրոններ, շահեդների եւ դրանց նմանատիպ սարքերի դեմ, ապա Ռուսաստանի կառավարվող ավիառումբերը դեռևս լուրջ խնդիրներ են ստեղծում մեզ համար։ Ըստ Ֆրանսիայից ստացված տեղեկությունների, կարծես թե մենք մոտ ենք նաև կառավարվող ավիառումբերի դեմ որսորդի մշակման փուլի ավարտին։ Մինչ այս մեր զորքերը փորձել էին պայքարել այդ ռուսական զինատեսակների դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, սակայն ինչպես երևում է, դա բավարար արդյունավետ չէ։ Այս փոթորկոտ աշխարհում զենքի ստեղծումն ու գնելը շատ կարևոր ոլորտ է։ Իդեպ վերջին օրերին Հայաստանում հերքեցին ռուսական Su-30SM ինքնաթիռների գնումը Հնդկաստանից։ Հետաքրքիր է, որ այս ռուսական մետաղաջարդոնի ենթադրյալ ձեռքբերումը Փաշինյանի կողմնակիցները, սազանդարները պաշտպանում էին առանց մանրամասներին տիրապետելուն։ Մարդիկ այդպես էլ չմբռնեցին, որ ժամանակները փոխվում են եւ պաշտպանության ոլորտին պետք է մոտենալ ոչ թե անձնական սիմպաթիաներով, այլ ազգովի որոշումներով։ Ի վերջո, պնդողները Su-30-ների գնման մասով հայտնվեցին վատ դրության մեջ, իրենք մարդկանց աչքին ամենագետ էին ուզում երևալ եւ իբր Փաշինյանի որոշումներից տեղյակ, բայց պարզվեց,
պարզվեց, որ ոչ տեղյակ են, ոչ էլ ամենագետ են։ Այս դեպքում ես ողջունում եմ, որ չարվեց անհեռատես չմտածված քայլ Հնդկաստանից ռուսական այդ իբր ինքնաթիռները գնելու առումով։ Ես ռազմական փորձագետ չեմ իհարկե, բայց հաճախ հարցնում եմ ռազմական փորձագետներին Հայաստանի օդային պաշտպանությունը մոդեռնիզացնելու առումով, եւ նրանք միաձայն նշում են, որ անհրաժեշտ է ստեղծել բազմաշերտ օդային պաշտպանություն, օգտվելով եվրոպական երկրների եւ Իսրայելի փորձից։ Իսկ Հայաստանի համար ամենաարագ ճանապարհը պաշտպանություն ստանալու համար կլինի ինտեգրումը եվրոատլանտյան կառույցների հետ, սակայն ինչպես ես հաճախ ասում եմ, դա մեր Հայաստանի եղբայրների եւ քույրերի ընտրությունն է։ Միայն Հայաստանի բնակիչները կարող են որոշել ում հետ ինչպես ինտեգրվեն, օրինակ ռուսական ցորենը իշխանությունը փոխեց ղազախականով, այն էլ Ադրբեջանով բերելուն, ու ես չտեսա, որ դրա դեմ մեծ առարկություն լինի հանրության մեջ։ Ես զարմացած եմ իհարկե, թե ինչու ուկրաինական ավելի էժան ու ավելի որակով եւ լոգիստիկ ավելի դյուրին գործարքի փոխարեն Հայաստանում գնացին այն տարբերակին, ինչը նոր ասացի, Ղազախստանի տարբերակին, բայց եթե Հայաստանում ապրողներին դա նորմալ է, ուրեմն ինչպես միշտ ես ասում եմ, մեր գործը ալտերնատիվա լուծումներ ներկայացնելն ու առաջարկելն է, որոշելն էլ մեր Հայաստանի հանրությանը։ Իդեպ Ադրբեջանից խոսեցինք, մեր լսարանի համար հավանաբար հետաքրքիր կլինի իմանալ, որ Ադրբեջանը Չինաստանից ձեռք է բերում HQ-9BE զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր։ Բաքվում ռազմական շքերթի փորձերի ընթացքում նկատվել են վերջին սերնդի չինական այս հրթիռային համալիրները։ Այդ համակարգերը նախկինում երկրի զինանոցում չեն եղել եւ դրանց ձեռքբերման մասին տեղեկատվություն երբեք հրապարակված չի եղել։ Գրում է Defense Express-ը, նման համալիրների հայտնվելը ցույց է տալիս, որ մատակարարումները կատարվել են գաղտնի եւ կարող է վկայել Բաքվի ռազմական եւ քաղաքական առաջնահերթությունների փոփոխության մասին դեպի Չինաստան։ Այդ համալիրները HQ-9BE համակարգերը չինական HQ-9B համալիրի արտահանման տարբերակն է, եթե նկատեցիք վերջում իտարն են ավելացրել կամ yen, ով ոնց ուզում է, որը ստեղծվել է խորհրդային S300-ի հիման վրա։ Այս համակարգի թիրախներին հարվածի հեռահարությունը հասնում է 260 կիլոմետրի, իսկ բարձրությունը մինչև 27 կիլոմետր։ HQ-9B-ին կարող է միաժամանակ հրթիռը հրետակոծել 8 թիրախ 16 հրթիռներով եւ ոչ միայն վնասազերծել ինքնաթիռները, ուղղաթիռները եւ թևավոր հրթիռները, այլև ռազմավարական բալիստիկ հրթիռներ մինչև 1000 կիլոմետր հեռավորությամբ, այսինքն բավականին ակտուալ տվյալներ ունի։ Այս համալիրների գնումը արդիականացում է ադրբեջանական զինանոցում գտնվող սովետական հոբ համակարգերի, որոնք բավականին հնացած են, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Բոլոր խորհրդային համակարգերը նոր զինատեսակների դարաշրջանում դադարել են արդյունավետ աշխատել եւ պաշտպանել, ու հավանաբար Բաքվում եզրակացրել են, որ չինական համակարգերը ավելի հարմար են։ Ճիշտ ասած, պետք է այս հարցը ուսումնասիրվի մասնագետների հետ, արդյոք սրանք փորձարկված եւ արդյունավետ միջոցներ են, բայց ինձ թվում է, եթե Ադրբեջանը որոշել է գնի, ապա որոշակի տեղեկատվություն նրանք ունեն։ Ինձ հատկապես հետաքրքրեց, որ այդ համակարգերը կարող են նաեւ բալիստիկ հրթիռներ որսալ, սա լուրջ հայտ է, այս տեղեկատվությանը պետք է մասնագիտորեն մոտենալ։ Իդեպ Defense Express լրատվականը հայտնում է, որ բացի HQ-9BE հոբ համալիրից Ադրբեջանը վերջերս ստացել է նաեւ առաջին չինական GF-17C կործանիչները, որոնք նույնպես մատակարարվել են երկիր առանց լայն լուսաբանման։ Այս ինքնաթիռները նախատեսված են փոխարինելու ռուսական MiG-29-ները, ավելի ճիշտ սովետական, MiG-29-ները։ Ինչպես տեսնում եք, եթերը բավական հագեցած է եւ նախքան այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներին, դնել լայքեր մեր եթերի տակ եւ եթե կարող եք տարածել այն սոցիալական ցանցերում, շատ շնորհակալ կլինեմ։ Վերջի վերջո հենց ձեր արձագանքն է որոշում, թե որքան մարդիկ կդիտեն մեր եթերը, եւ ինչպես փորձը ցույց է տալիս, դուք շատ եք օգնում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Հուսամ այսօր նույնպես մեծ քանակով լայքեր կլինեն եւ շատ տարածումներ կլինեն, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, դա նույնպես շատ կարեւոր է եթերների տարածման համար։ Վաղուց Թրամփի մասին չենք խոսել, բայց այսօր մի քանի բառով հիշենք նրան։ Հանրապետական կուսակցությունը պարտվել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, քանի որ Դոնալդ Թրամփի անունը ընտրացուցակներում չի եղել։ Այս մասին գրել է ինքը Թրամփը սոցիալական հարթակում։ Ասեք, որ յուրահատուկ կերպար է այս մարդը, բայց սա դեռ ամենը չէ, այսօր նրա մասին կա նաև մեկ այլ թեմա կապված Վենեսուելայի հետ։ Մի քանի ամերիկացի պաշտոնյաների խոսքով Սպիտակ տունը պլանավորում է օդային հարվածներ հասցնել
Վենեսուելայի ռազմական օբյեկտներին երկրի նախագահի աջակցությունը թույլատնելու նպատակով։ Բացի այդ, խոսքը վերաբերվում է Մադուրոյի գերեվարմանը կամ ֆիզիկական ոչնչացմանը ԱՄՆ ծովային հետևակի էլիտար ստորաբաժանումների կողմից, ինչպես նաև հակաահաբեկչական ուժերի մուտքը երկիր, Վենեսուելայի օդանավակայաններ, նավթահանքեր եւ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները վերահսկելու համար։ Ներկայում Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Վենեսուելայում հնարավոր գործողությունների վերաբերյալ մամուլի տեղեկություններով Թրամփի օգնականները դիմել են Արդարադատության նախարարություն լրացուցիչ խորհրդատվություն ստանալու համար այն մասին, թե ինչպես ապահովել որևէ ռազմական գործողության իրավական հիմքը։ Սպասվում է, որ նախարարությունը Մադուրոյին կհամարի օրինական տիրախ, պնդելով, թե նա ղեկավարում է թմրանյութերի կարտել։ Սպասենք տեսնենք Մադուրոյի հարցի լուծումը կարող է ել ավելի վատ թարացնի Պուտինի վիճակը, բայց ժամանակից առաջ չընկնենք, ռուսներն էլ պարապ նստած չեն եւ բոլորը չեն, որ ուկրաինացիների պես կարող են հակադրվել ռուսներին։ Իսկ այ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության մարտական ստորաբաժանումները հաջող գործողությունների շարք են իրականացրել Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում ռուսական լոգիստիկայի վրա կրակի ազդեցությունը ընդլայնելու նպատակով։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության Թիմուրի հատուկ ստորաբաժանումը շարունակում է գործողությունը Պոկրովսկ քաղաքի այն շրջաններից մեկում, որը կարևոր նշանակություն ունի ռազմաճակատի լոգիստիկայի տեսանկյունից, տեղի են ունենում կատաղի մարտեր ռուս օկուպանտների հետ։ Մեր Telegram-ում հաճախ հաճելի կադրեր ենք տեղադրում, կարող եք մտնել եւ վայելել։ Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել ռուսական տարբեր ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին։ Յարոսլավլի մարզում էներգետիկ օբյեկտներն են խոցվել, ինչի արդյունքում գրանցվել են վնասներ նշված օբյեկտներում։ Դրոնները թռել են ավելի քան 1000 կիլոմետր եւ հարվածել Յարոսլավլի նավթամշակման եւ փոխանցման կայաններին, իսկ Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը համատեղ Չորնայի Իսկրա ապստամբական շարժման հետ ռուսական ճշգրիտ հարված են հասցրել ռուսական տեխնիկային Կուրսկի մարզում։ Արդյունքում ոչնչացվել է Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրին պատկանող մեքենան, հարվածը հասցվել է Ռուսաստանի Կուրսկի մարզի Ավսյաննիկովը գյուղի տարածքում։ Կեսգիշերին Արիոլ քաղաքի բնակիչները սկսել են հաղորդագրություններ գրել քաղաքի տարածքում լսված ուժեղ պայթյունի ձայների եւ երկնքում նկատված վառ բռնկումների մասին։ Ականատեսների խոսքերով քաղաքի տարբեր հատվածներում հնչել են 2 հզոր պայթյուններ, որոնց հետևանքով տներում պատերը տատանվում էին։ Համացանցում սկսել են հայտնվել պայթյունների տեսանյութեր, որոնք մենք եւս տեղադրել ենք մեր Telegram-յան ալիքում։ Նաեւ կան կադրեր, որոնք ցույց են տալիս, որ Վլադիմիրում կրկին հաջողությամբ հարված է հասցվել 750 կիլովատանոց բարձրավոլտ կայանին։ Այսպիսով համակարգված կերպով շարունակվում են հարվածները այն գծերին, որոնցից կախված է Մոսկվա քաղաքի էլեկտրամատակարարումը, այսինքն խավարը գնալով մոտենում է Մոսկվային։ Մեր հեռարձակման պատրաստման պահի դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հարվածներին չի անդրադարձել դեռ։ Դե գիտեք, Գենշտաբը միշտ չէ որ անմիջապես է հաստատում, օրինակ Ռուսաստանի Նիժեգարոդսկի մարզի Կստովոյում նավթամշակման գործարանի խոցումը եւ Բաշկարտոստանի Ստերլիտի մակում գտնվող նավթաքիմիական գործարանի խոցումը, որի մասին ես երեք ձեզ հայտնեցի, միայն 3 երեկոյան ուկրաինական Գենշտաբը հաստատեց այդ օբյեկտների հաջող խոցումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ ռազմաճակատում նոյեմբերի 4-ից 5-ի ընթացքում տեղի ունեցել 154 մարտական բախում, իհարկե ամենաշատը Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուս օկուպանտները հարձակողական գործողություններ են իրականացնում 12 ուղղություններով։ Գլխավոր շտաբը Ուկրաինայի առավոտյան ներկայացրել է ճակատի յուրաքանչյուր ուղղության իրավիճակի մանրամասն նկարագրությունը։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ անցած մեկ օրվա ընթացքում ռուսական օկուպացիոն ուժերի կորուստները կազմել են շուրջ 900 զինծառայող։ Բացի այդ, ուկրաինացի զինվորները ոչնչացրել են 3 տանկ, 3 զրահափոխադրիչ, 24 հրետանային համակարգ, 2 հակաօդային պաշտպանության միջոց, 398 մարտավարական անօդաչուներ եւ օկուպանտների 70 միավոր մեքենա։ Ռուսական զորքերի ընդհանուր կորուստները Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի մեկնարկից ի վեր արդեն կազմել են 1,146,570 զինծառայող։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Իդեպ Ռուսաստանում 2 նավթավերամշակման գործարան կանգ է առել Ուկրաինայի դրոնների հարվածներից հետո։ Խոսքը Բաշկիրիայի նավթաքիմիական գործարանի եւ Նիժնի Նովգրոդի նավթավերամշակման գործարանի մասին է, որոնք դադարեցրել են իրենց աշխատանքը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Ազգային անվտանգության խորհրդի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Անդրեյ Կավալենկոն։ Իմջայլոց ապա տեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը զգուշացնում է, որ ռուսները
fake տեսանյութեր են տեղադրում TikTok-ում, որոնք պատրաստված են արհեստական բանականության միջոցով եւ փորձում են խեղաթյուրել մարդկանց, իբր թե ուկրաինացիները Պոկրովսկում գերի են հանձնվում։ Դե գիտեք էլի, իրական հաղթող կողմը նման քայլերի չի դիմում։ Եթե իրական լինեին կադրերը, մենք բոլորս այդ մասին կիմանայինք ոչ թե TikTok-ի այդ ռոլիկներից, այլ ավելի հավաստի աղբյուրներից, բայց զգում եք, չէ, որքան են ստորացել պուտինիստները, որ իրականությունը փորձում են նման միջոցներով խեղաթյուրել, որ թողես թաքուն տեղերում իրենց երկրորդ բանակի տեղն են դնում աշխարհի, այ լեզվից եւ հորինելուց լավ են, բայց կռվելուց 4 տարի 3 օրում Կիև են գրավում ու չեն կարողանում։ Ռուսները ավելի վարժված են քաղաքացիականներին սպանելու մեջ։ Երեք երևի տեսակ մեր Telegram-ում, թե ինչպես Խարկովի մարզում մարդկանց սպիտակ դրոշով շանհետ իրենց գյուղում տեղաշարժվելիս սպանեցին ռուսները իրենց դրոններով։ Նոյեմբերի 5-ի գիշերը ռուսական զորքերը հերթական դրոնային հարձակումն են կատարել Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Պուտինյան զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են 80 դրոնով, որոնց մեծ մասը իհարկե վնասազերծել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը, սակայն ցավոք գրանցվել են նաև խոցումներ, 7 վայրերում արձանագրվել են 18 ռուսական դրոնի հարված։ Ռուսաստանյան կողմը համակարգված եւ գիտակցաբար ահաբեկում է ուկրաինացի քաղաքացիական անձանց։ Այսօրվա տեղեկատվությամբ Խարկովի մարզի Կուպյանսկում թշնամու հարվածների հետևանքով զոհվել են 62-ամյա եւ 42-ամյա կանայք։ Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայում զոհվել է քաղաքացիական տղամարդ, եւս 6 մարդ վիրավորվել է, այդ թվում Դաբրոպոլիայում, Կրամատորսկում եւ Ռայգարադկայում։ Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովի շրջանում ռուսական հարձակման հետևանքով զոհվել են 2 մարդ, եւս 4-ը ստացել են վնասվածքներ։ Փաստացի բարբարոսական բանակ է Պուտինի բանակը։ Չորեքշաբթի գիշերը ռուս ագրեսորները հարձակվել են Ուկրաինայի 3 մարզերի էներգետիկ օբյեկտների վրա։ Թշնամին հարվածներ է հասցրել Դոնեցկի, Սումիի եւ Չեռնիգովի մարզերի էներգետիկ օբյեկտներին։ Վթարային վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Էներգետիկները անընդմեջ աշխատում են, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն էլեկտրամատակարարումը։ Նոյեմբերի 5-ի գիշերը Նիկոլաևում 2 անգամ լսվել են պայթյուններ, հարձակման են ենթարկվել արդյունաբերական ենթակառուցվածքներ։ Նախնական տվյալներով ոչ ոք չի վնասվել։ Դե կարևորը դա է, որ մարդիկ չվնասվեն, բայց Ռուսաստանը տեսնում եք ամեն կերպ փորձում է հենց քաղաքացիականներին վնասել։ Դե ինչ, պայքարը շարունակվում է, թշնամին նենգ է, բայց մենք աչալուրջ ենք։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք վաղը։ Բարով մնաք։